Բրյուսելում ընթանում է Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, քննարկման առանցքայինում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ և առհասարակ աջակցությունը Ուկրաինային։ Նախարարները քննարկում կանցկացնեն Ուկրաինայի արտգործնախարարի հետ։ Քննարկվող հարցերի առանցքայինում է նաև Բելորուսի կողմից հիբրիդային հարձակումները Մերձավոր Արևելքում, Սահելի շրջանում և Սուդանում տիրող իրավիճակը։ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարություններ են արվել ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ։ Ինչպես նշել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, ցանկացած ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ուկրաինացիների և եվրոպացիների մասնակցությունը։ Այս դիրքորոշումը կիսում են նաև այլ եվրոպական երկրներ, այդ թվում Գերմանիան։ Ինչ վերաբերում է Հունգարիայի դիրքորոշմանը, ապա Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի պատճառով Բուդապեշտը դեմ է Ուկրաինային ֆինանսական օգնությանը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գրառումը Վրաստան կատարած պաշտոնական այցի մասին։ Խաչատուրյանի խոսքով Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլիի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության հարցերը և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքով շեշտը դրվել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնության և դրա տարածաշրջանային առևտրի և կապակցվածության վրա արտացոլման վրա։ Financial Times-ը հրապարակում է Ուկրաինայի համար 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի վերաբերյալ նոր մանրամասները, որը ըստ հրատարակության աղբյուրի մշակվել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների կողմից Մայամիում։ Նոր ծրագիրը նախատեսում է Կիևի կողմից զգալի զիջումներ և պահանջում է, որ Ուկրաինան հանձնի Դոնբասի մնացած մասը, այդ թվում Կիևի կողմից ներկայումս վերահսկվող տարածքները, ինչպես նաև կրճատի զինված ուժերի և ԱՄՆ-ի ռազմական օգնությունը։ Ըստ հրատարակության ծրագիրը նախատեսում է ռուսերեն լեզվի ճանաչումը որպես պետական լեզու Ուկրաինայում և պաշտոնական կարգավիճակի տրամադրումը ռուս ուղղափառ եկեղեցուն։ Ըստ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի Սթիվեն Միլլերի, ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Սթիվեն Միլլերի խոսքով գլխավոր նպատակը Եվրոպայում խաղաղության հասնելն է, ինչպես նաև անմեղ մարդկանց սպանությունների դադարեցումը։ Դոնալդ Թրամփի խորհրդականը հրաժարվել է պատասխանել ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի նոր ծրագրի վերաբերյալ հարցին։ Խորհրդարանական ինքնակառավարման հանձնաժողովը քննարկել է ընտրական օրենսգիրքը։ Փոփոխությունները ներկայացրել է Դավիթ Մաթիաշվիլին։ Իր ելույթում ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահը շեշտը դրել է խորհրդարանական ընտրություններին էմիգրանտների մասնակցության կանոնների փոփոխության վրա։ Մաթիաշվիլին պարզաբանել է, որ ապագայում Վրաստանի քաղաքացիները խորհրդարանական ընտրություններին կքվեարկեն միայն Վրաստանի տարածքից։ Խորհրդարանը նախատեսում է ընդունել օրենք մինչև 14 տարեկան հասակի անձանց համար։ Օրենսդիր մարմնում արդեն նախաձեռնվել է նոր օրինագիծը։ Օրինագծի համաձայն Արդարադատության նախարարության համակարգում կստեղծվի օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների վերականգնողական և աջակցության կենտրոն, որը կհամակարգի օրենքը խախտած անչափահասների վերականգնողական և աջակցության գործընթացը։ Ներքին գործերի փոխնախարարի խոսքով տարիներ շարունակ եղել են 14 տարեկանից փոքր անչափահասների կողմից կատարված գողության և կողոպուտի փաստեր, սակայն այդ երեխաների խնամքի և վերականգնողական բուժման իրավական մեխանիզմ չի եղել, իսկ այս օրինագիծը կծառայի դրան։ Ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների ակուստիկ զենքի, էլեկտրաշոկի և գազային աերոզոլային սարքերի շրջանառության կարգավորման վերաբերյալ։ Այս տնտեսական քաղաքականության կոմիտեում քննարկվել է հավանության է արժանացել զենքի մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրինագիծը։ Ձայնային զենքի ներմուծումը կպահանջի թույլտվություն։ Գազային աերոզոլային սարքերի ներմուծման կամ պահելու համար նույնպես անհրաժեշտ կլինի թույլտվություն։ Դրանց ձեռքբերումը հնարավոր կլինի 18 տարեկանից բարձր
Տարիքի անձանց համար ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի գլխավոր համաձայնության ներկայացմամբ էլեկտրաշոկի սարքերը կարգել են քաղաքացիական շրջանառությունից։ Դրանք կարող են ներմուծվել և օգտագործվել միայն վարչական մարմինների կողմից կամ մասնավոր անվտանգության կազմակերպությունների կողմից։ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները կքննարկվեն այսօր տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստում։ Նոր օրենսդրական նախաձեռնության համաձայն կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն և անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը կվերացվեն 2026 թվականի մարտի 1-ին և դրանց գործառույթներն ու լիազորությունները կփոխանցվեն պետական աուդիտի ծառայությանը։ Փոփոխությունները կարգավորում են պետական աուդիտի ծառայության լիազորությունների հարցերը անձնական տվյալների մշակման օրինականության վերահսկողության ոլորտում։ Որոշ տուգանված տաքսուվարորդներ կազատվեն մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ունեցած տուգանքներից։ Տուգանքների զրոյացումը վերաբերում է A և B կատեգորիաների տաքսուվարորդներին, ովքեր թույլտվության վճարը չեն վճարել կամ ստացած թույլտվությունից օգտվել են խախտումներով։ Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությունը, որը վերաբերում է 29,000 ընթացիկ գործի, աջակցել է խորհրդարանի տնտեսական քաղաքականության կոմիտեն։ Հարցի զեկուցող Մայյա Բիթաձեի խոսքով համաներումը կլինի միանվագ և վարչական տուգանքներից ազատումը կվերաբերի մինչև $8 միլիոն ընդհանուր գումարի տուգանքներին։